Ողջունում եմ բոլորին։ Իմ ձայնը լսվում է, խնդրում եմ մեկնաբանությունների դաշտում նշել, եթե իմ ձայնը լավ լսվում է, մի փոքր էլ սպասենք, որպեսզի բոլորը հավաքվեն եւ արդեն սկսենք մեր վեբինարը։ Շատ լավ, ես տեսնում եմ ձեր մեկնաբանությունները։ Արդեն կարող ենք սկսել։ Դե այսօր մեր վեբինարի թեման ինչու ընտրել հենց վաճառք, 15 իրական վաճառքներ վաճառքի մենեջեր դառնալու համար։ Ընթացքում խնդրում եմ ակտիվ եղեք, եթե ձեզ մոտ առաջանում են հարցեր, հանգիստ կարող եք դիմել այդ հարցերով, ես ընթացքում անպայման բոլոր հարցերին կանդրադառնամ։ Եկեք անցնենք առաջ։ Դե տեխնիկական մասը արդեն քննարկեցինք, եթե լսում եք իմ ձայնը, մեկնաբանությունների դաշտում պլյուս դրեք։ Իսկ եթե կան մարդիկ, որոնց մոտ իմ ձայնը չի լսում, խնդրում եմ արձագանքեք, մինուս նշանով, եթե չեք լսում կամ վատ եք լսում, որպեսզի մենք կարողանանք լուծել այդ տեխնիկական խնդիրը։ Եկեք 1 րոպե սպասենք, ձեր արձագանքները տեսնեմ եւ անցնենք առաջ։ Շատ լավ, ուրախ եմ, որ բոլորի մոտ իմ ձայնը բավականին լավ լսվում է։ Ինչ պլաններ ունենք այսօր։ Նշեմ, որ եթերի տևողությունը կտևի 1-ից 1.5 ժամ, ինչպես արդեն նշել եմ, վերջում հարցեր տալու հնարավորություն կունենաք, Ընթացքում իմ ներկայացրած թեմաների վերաբերյալ, եթե դուք ունենաք հարցեր, հանգիստ մեկնաբանության դաշտում այդ պահին կարող եք ուղղել ձեր հարցերը, ես վերջում անպայման կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Վեբինարին մասնակցելու համար արդյոք որևիցե բան հարկավոր է, թե ոչ։ Կխնդրեմ ձեզ հետ ունենալ թուղթ գրիչ, եթե դեռ չունեք, կարող եք հիմա վերցնել, որպեսզի եթե ցանկանաք նշումներ կատարեք։ Եթե ամեն ինչ արդեն պատրաստ է, դուք ինձ լավ լսում եք, հիմա կարող ենք արդեն անցնել մեր բուն թեմային։ Անկախ նրանից, թե ով եք դուք, երբևիցե զբաղվել եք վաճառքներով, թե ոչ, նշեմ, որ վաճառքները ձեր եկամուտը բարձրացնելու ամենահզոր լծակներն են, եւ ֆինանսական հաջողությունների հասնելու ամենակարևոր հմտությունները։ Ում համար է այսօրվա եթերը, այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել կամ զարգացնել իրենց վաճառքի հմտությունները։ Եթե նույնիսկ պլանավորում եք ապագայում ունենալ սեփական բիզնես, ապա իդեալական շանս է ձեռք բերելու ու ավելի հմտացնելու ձեր վաճառքի հմտությունները։ Կամ եթե ցանկանում եք ավելացնել ձեր եկամուտը աշխատավայրում, կամ արդյունք ներկայացնեք նոր գաղափարներ։ Իսկ վերջում, եթե ցանկանում եք դառնալ վաճառքի մասնագետ, այսինքն որևիցե փորձ չունեք վաճառքի ոլորտում եւ պլանավորում եք վաստակել վաճառքի ոլորտում սկսած 1000-ից մինչև $2000։ Գոյություն ունի տարածված համոզմունք, որ եթե լավ կատարեմ աշխատանքս, դա ուղղակի բավական է, որ ինքնից գնումներ կատարեն, բայց նշեմ, որ վաճառքի ոլորտում սա բավականին մեծ միֆ է։ Եթե մենք հիմա ապրում ենք այնպիսի ժամանակահատվածում, որտեղ ամեն ինչ հասանելի է, շատ կան ապրանքներ, կան շատ ծառայություններ ու երբեմն ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինում, այսինքն ամեն ինչ շատ հասանելի է, բայց շատ դժվար է իրականացնել իրացում, որովհետև շուկայում կոնկուրենցիան շատ մեծ է։ Անցնենք առաջ, այդ պատճառով հիմա բավական չէ ունենալ պարզապես լավ ապրանք կամ արտադրել լավ պրոդուկտ կամ ունենալ լավ ծառայություն։ Հաճախ ավելի կարևոր է, թե ինչպես եք ներկայացնում, այսինքն ինչպես եք վաճառք իրականացնում ձեր պրոդուկտը կամ ձեր ծառայությունը։ Իսկ իսկապես մեծ գումարներ վաստակում են այն մարդիկ կամ այն ընկերությունները, ովքեր կարողանում են ուղղակի վաճառք իրականացնել։ Եվ ահա թե ինչու վաճառքի մասնագետների նկատմամբ պահանջարկը շուկայում արդեն մի քանի տարիներ է, որ բավականին բարձր է։
Անցնենք հաջորդ սլայդին ու հենց այդ պատճառով այսօր կպատմեմ 15 պատճառ, թե ինչու հենց հիմա դառնալ վաճառքի մասնագետ, 12 սահմանափակող համոզմունքներ եւ սխալներ, որոնք հիմնականում օգտագործում են վաճառքում, կվերլուծենք վաճառքի 3 տեխնիկաներ հստակ օրինակներով, որոնք կիրառվում են ամերիկյան եւ միջազգային ընկերություններում, եւ արդեն վերջում գործնական խորհուրդներ, թե ինչպես գտնել աշխատանք վաճառքի ոլորտում եւ հասնել ձեր առաջին ամսական $1000 եկամտին 2026 թվականում։ Ինչ եք կարծում, եթե ուզում եք միջև վերջ մնալ եւ պատրաստ եք լսել, խնդրում եմ մեկնաբանություններում արձագանքել, որպեսզի ես շարունակեմ։ Եկեք սկսենք պատճառներից։ 15 պատճառ, թե ինչու հենց հիմա դառնալ վաճառքի մասնագետ։ Առաջինը՝ եկամտի մակարդակը։ Նշեմ, որ վաճառքի ոլորտը բավականին մեծ եւ բավականին լայն հնարավորություններ է տալիս։ Հայաստանում միջին աշխատավարձը սկսվում է $600, բայց վաճառքի սկսնակ մասնագետները կարողանում են վաստակել սկսած $1000 եւ ավելին։ Եվ ինչն է այս ամենի հիմքը։ Դե կարծում եմ ծանոթ եք, որ վաճառքի մասնագետները ունենում են ֆիքսված աշխատավարձ եւ ունենում են իրենց վաճառքից տոկոսների հնարավորություն, որն էլ բնականաբար ավելի լայն հնարավորություններ տալիս է վաճառքի մասնագետներին։ Եվ բնականաբար մի քանի տարի աշխատանքային փորձով մասնագետները ավելի լավ են կարողանում վաստակել, քանի որ ավելի փորձառու են։ Հաջորդ պատճառը։ Ձեր բիզնեսի ուղիղ գիծն է դա։ Սեփական բիզնես սկսելու ամենակարևոր հմտությունը վաճառքն է։ Եթե գիտեք, թե ինչպես վաճառք իրականացնել, ապա գիտեք, թե ինչպես եկամուտ ստեղծել։ Ցանկացած բիզնեսի հիմք դա վաճառքն է, քանի որ վաճառքն է իրացնում բիզնեսի արտադրանքը կամ ծառայությունը։ Անփոխարինելիությունը։ Եթե դուք դառնաք իսկապես լավ մասնագետ, ապա դուք չեք փնտրի աշխատանք, այլ այս դեպքում գործատուները կփնտրեն ձեզ, քանի որ եթե ուսումնասիրեք շուկայում վաճառքի մասնագետների բավականին մեծ պակաս կա։ Հաջորդը դա պահանջարկն է։ Ներկայումս Հայաստանի դեմ մենք նոր հենց այդ ամենին անդրադարձանք, ներկայումս վաճառքի մենեջերների պահանջարկը Հայաստանում շատ մեծ է։ Մենք մշտական կապի մեջ ենք մեր գործընկերների հետ ու նրանց գրեթե միշտ պետք են վաճառքի մասնագետներ։ Մեծ է կրտսեր, սկսնակ, միջին եւ պրոֆեսիոնալ մասնագետների պակասը շուկայում։ Մնա Հայաստանում։ Սա ինչի հետ կարող ենք կապել, հա։ Վաճառքի մենեջեր մասնագիտությունը հնարավորություն ձեր կտա ձեր կյանքը վարելու Հայաստանում ավելի լավ պայմաններում եւ առանց որևիցե միտեղ տեղափոխվելու, որովհետեւ շատ ենք լսել, հա, քանի որ մենք բավականին խորը ուսումնասիրել ենք շուկան, որ մարդիկ մտածում են տեղափոխվել արտասահման, որպեսզի ունենան լավ աշխատանք, բարեկեցիկ կյանք, բայց այնպես չի, որ միշտ իրականությունը համապատասխանում է մեր պատկերացումների հետ։ Իսկ այս դեպքում մասնագիտությունը ձեզ հնարավորություն մնալ Հայաստանում, աշխատել Հայաստանում եւ բավականին լավ նաեւ կարողանալ վաստակել Հայաստանում։ Հաջորդը դա հեղինակությունն է, հաջորդ պատճառը։ Վաճառքի մենեջերի պաշտոնը բերում է հեղինակություն եւ կարգավիճակ, հատկապես եթե աշխատում եք հետաքրքիր կազմակերպություններում եւ մեծ կազմակերպություններում։ Իդեպ նշեմ, որ Հայաստանի մի շարք խոշոր կազմակերպություններ մուտք գործելու համար դուք ուղղակի կարող եք սկսել հենց կոնկրետ վաճառքից, որովհետեւ բոլոր կազմակերպությունները կարևորում են լավ մասնագետներին։ Օրինակ մենք ունենք ուսանողներ, ովքեր աշխատում են Ամերիա բանկում, Թելսելում, Թուգիսում եւ այլ հայկական խոշոր կազմակերպություններում։ Հաջորդը դա աճն է, հա, այսինքն դա այնպիսի մի ոլորտ է, որը ձեզ աճի մեծ հնարավորություն կտա, այսինքն վաճառքի ոլորտը ձեզ սահմանափակումների մեջ չի պահում, այլ տալիս է աճի հնարավորություն, դուք սկսում եք հասկանալ ինքներդ ձեզ, հա, եւ կարողանում եք հասկանալ նաեւ ուրիշներին, դուք սովորում եք կողմնորոշվել դժվար եւ բարդ իրավիճակներում, դուք ավելի դիմացկուն եք դառնում եք ավելի սթրեսակայուն։ Հաջորդը նպաստել տնտեսության զարգացմանը։ Կարծում եմ շատ կազմակերպություններ կարևորում են այս ամեն ինչը։ Ու նշեմ, հա, եթե դուք էլ ինքներդ նկատել եք 2000-ականներին 2000-ականները առաջին սերունդն են, որոնք ավելի քիչ են վաստակում, քան իրենց ծնողները։ Մենք վճռականորեն տրամադրված ենք շրջել այս միտումը։ Այսինքն մենք ուզում ենք, որ Հայաստանում նոր սերունդը զգալիորեն կդառնա ավելի հարուստ, ավելի ապահովված։ Եվ մենք առաջարկում ենք սկսնել ինքներդ հենց ձեզնից եւ սկսեք վաստակել ավելի լավ ու բնականաբար այդ ձեր գործունեությունը, ձեր աշխատանքային կարիերան սկսել հենց Հայաստանում։ Հաջորդ պատճառը դա աճի տեմպն է։ Եթե աշխատում եք վաճառքի ոլորտում, կարող եք վաստակել սկսած $1500 կամ նույնիսկ ավելի $2000 եւ ավելին։ Այս ոլորտը սա հիմնականում այլ ոլորտներում գրեթե անհնար է։ Այստեղ անհրաժեշտ է բնականաբար քրտնաջան աշխատանք, համառություն, բնականաբար այս դեպքում հնարավոր է։ Մենք ունենք տասնյակ օրինակներ մեր ուսանողներից, ովքեր ավարտել են եւ բնականաբար կարողանում են ձեռք բերել բավականին լավ եկամուտ։
Հաջորդը սովորել արագություն։ Լավ մենեջեր դառնալու համար տարիների ուսուցում պետք չէ։ Բնականաբար ձեզ պետք է միայն բարձրակ ուսուցում, որ կարողանաք քայլ առ քայլ հստակ ծրագրով գնալ առաջ։ Բնականաբար կիրառելով գործնական փորձ, որպեսզի ավելի հեշտ կարողանաք մտնել մասնագիտության մեջ։ Օրինակ, մեր առաջատար դասընթացը, վաճառքի բաժնի մենեջեր դասընթացը ինքը տևում է 6 ամիս։ Այդ ընթացքում մեր ուսանողները ձեռք են բերում բոլոր անհրաժեշտ գիտելիքները եւ հմտությունները, որպեսզի դասընթացն ավարտելուց հետո հեշտությամբ կարողանան աշխատել։ Ու նշեմ, որ մեր ուսանողների ավելի քան 79%-ը ավարտից հետո հեշտությամբ կարողացել է աշխատանք գտնել եւ արդեն աշխատում են մեր իսկ տված մեթոդներով։ Իմ ձայնը լսում են, եթե ձեր մոտ ընթացքում առաջանում են հարցեր, ինչպես արդեն նշել եմ, մեկնաբանությունների դաշտում կարող եք գրել, ես բնականաբար կանադառնամ այդ ամբողջին։ Հաջորդ պատճառը դա ազդեցություն արդյունքի վրա։ Օրինակ, անձամբ ինձ դուր չի գալիս այն փաստը, որ աշխատանքի կոնկրետ արդյունք շատ մասնագիտությունների մեջ դժվար է տեսնել։ Սակայն վաճառքի ոլորտում դուք հստակ հասկանում եք, թե ձեզնից ինչ է ակնկալվում եւ դուք ինչ ազդեցություն ունեք կազմակերպության վրա։ Դուք անմիջականորեն ազդում եք ընկերության եւ ձեր սեփական եկամուտների վրա։ Քանի որ արդեն նշել եմ, վաճառքի մասնագետը այն միայն մասնագետներից է կազմակերպությունում, ով գումար է բերում, կազմակերպությանը բերում է ռեսուրս։ Հարստություն հավերժ։ Նույնիսկ եթե ապագայում որոշեք թողնել այս մասնագիտությունը, փոխել ձեր ոլորտը, դուք կունենաք ձեզ ներկայացնելու, ինքներդ ձեզ վաճառելու հմտությունը։ Ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի հարցազրույցներ անցկացնել, ներդրողներ գտնել, ձեր նախագծերի համար գործընկերներ գտնել կամ սոցիալական ցանցերը կառավարել, քանի որ սովորել եք ինչպես իրականացնել վաճառք, այսինքն դուք այլևս սկսնակ չեք լինի։ Հաջորդ պատճառը դա արդեն 1000 մարդ, 1000 եւ ավելի մարդ, ովքեր արդեն իսկ հասել են հաջողությունների։ Միթե սա չէ գլխավոր պատճառը, ավելի քան 1000 մարդ ավարտել է մեր ուսուցումը եւ հաջողությամբ աշխատում է արդեն վաճառքի ոլորտում։ Եվ այդքան ուրիշներ հասել են հաջողությունների, ուսանողներ, նախկին գրասենյակային աշխատակիցներ, մարդիկ, ովքեր ուզում են մասնագիտություն փոխել, իրենց այլ ոլորտներում փորձել, սա հստակ մեր վիճակագրությունն է։ Տեղեկատվության մատչելիությունը։ Վաճառքից բացի բնականաբար կան հիանալի մասնագիտություններ, բայց դուք չեք կարող գտնել նույնքան նյութական, գործնական գիտելիքներ, մանրամասն տեղեկատվություններ հայերեն լեզվով, որը մենք ներառել ենք մեր վաճառքի վեբինարում։ Մենք վաճառքի մասնագետներ ենք վերապատրաստում ավելի քան 3 տարի, իսկ մեր թիմը զբաղվում է կրթությամբ ավելի քան 10 տարի։ Ծրագրի յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր այսպես հոդված հղկված է։ Եվ բոլոր վերապատրաստումները կատարելագործվում են։ Անընդհատ մենք մեր ուսանողներից ստանում ենք հետադարձ կապ ու բնականաբար այս ընթացքը, այս ամբողջ process-ը վերահսկվում է մեր մասնագետների կողմից, մենք տալիս ենք հստակ գործնական գիտելիքներ, որը բավականին կարևորում են շուկայում։ Հաջորդը դա հետաքրքրված եք դրանով։ Եթե այստեղ եք, ապա հավանաբար որոշ չափով հետաքրքրված եք վաճառքներով։ Մենք կարծում ենք, որ աշխատանքը պետք է լինի բնականաբար էներգիայով լի, հաճելի, որպեսզի դուք ինքներդ էլ կարողանաք հաճույք ստանալ ձեր աշխատանքից։ Շատ մարդիկ մեզ մոտ գալիս են վերապատրաստման այն պատճառով, որ օրինակ հոգնել են իրենց ներկայից աշխատանքից, ցանկանում են փոխել աշխատանքը, փոխել աշխատանքային ոլորտը կամ ուղղակի հոգնել են ֆիզիկական աշխատանքից եւ ուզում են նոր կոմֆորտ միջավայրում աշխատանք ունենալ։ Հիմա եկեք եզրափակենք այս մասով։ Վաճառքը լավագույն ոլորտն է ձեր կարիերան սկսելու համար 2025 թվականին, եւ բնականաբար 2025 թվականին, եթե դուք սկսեք, արդեն կկարողանաք ստեղծել ձեր կարիերան, սկսել ձեր նոր սկիզբը 2026 թվականին։ Կկարողանաք հասնել ավելի բարձր եկամուտի եւ կկարողանաք փոխել ձեր կյանքի որակը, զբաղվել հետաքրքիր ոլորտներում, այսինքն աշխատել իրոք այն ոլորտում, որով դուք հետաքրքրված եք, կառուցել ձեր կյանքը Հայաստանում եւ միասին զարգացնել երկրի տնտեսությունը, որը բոլորիս համար կարեւոր է։ Իմ ներկայացրած մասի հետ կապված ունեք հարցեր, ընդհանուր առմամբ ձեզ հետաքրքրում է ոլորտը, տեսնում եք ձեզ այս ոլորտում, խնդրում եմ մեկնաբանություններում արձագանքեք։ Հետագա բովանդակությունը կհետաքրքրի միայն նրանց, ովքեր վճարականն որոշել են, որ ցանկանում են անցնել հաջորդ փուլ, այսինքն ցանկանում են հաջորդ մի քանի տարիները իրենց կյանքում կապել վաճառքի հետ։ Եթե ձեզ այս ամեն ինչ հետաքրքրում է, ապա կարող եք մնալ եւ շարունակել լսել։ 12 կոպիտ սխալներ, որոնք չպետք է օգտագործել վաճառքում։ Առաջինը դա շտապելն է։ Շատ հաճախ եմ նկատում, թե ինչպես են սկսնակ մասնագետները շտապում հայտարարել իրենց պրոդուկտի կամ ծառայության գինը, իսկ հետո չեն հասկանում, թե ինչու են հաճախորդները իրենց մերժում։ Հիշեք, գինը կամ առաջարկը հայտարարելու միակ կարևոր կետը դա վերջում այն հայտարարելն է, որովհետև դուք ունեք մեկ հնարավորություն այն ասելու, եւ եթե շատ վաղ հայտարարեք, դուք ուղղակի կձախողեք ձեր վաճառքը։ Հաջորդ սխալը դա ամաչում են դրդել։
Իրականում հաջողակ ընկերություններում վաճառքների ավելի քան 50%-ը եւ նույնիսկ ավելին գալիս է այսպես վարանող հաճախորդներից, ովքեր կասկածում են պրոդուկտի վրա, բայց ուղղակի պետք չէ այդ հաճախորդներին բաց թողնել։ Պետք է աշխատել այդ մարդկանց հետ, որովհետև իրենք հետաքրքրված են ձեր պրոդուկտով։ Եվ եթե դուք ամաչում եք կամ վախենում եք աշխատել այդպիսի մարդկանց հետ, ուղղակի դա պետք է դնեք մի կողմ եւ պարզապես այս դեպքում դուք կորցնում եք ձեր եկամուտի մեծ մասը, որովհետև հեշտ է աշխատել այն հաճախորդի հետ, ով վարանում է։ Այսինքն ինքը ունի այլ տարբերակներ, ինքը իրոք հետաքրքրված է ձեր պրոդուկտով կամ ձեր ծառայությամբ։ Դրդելը, այսինքն վերջնական մղումը, դա ճնշում չէ, դա օգնում է հաճախորդին ճիշտ կողմնորոշել եւ հասկանալ իր ցանկությունները ու բնականաբար ձեր պրոդուկտը կամ ձեր ծառայությունը կապել իր, այսպես ասած, ցանկությունների հետ։ Հաջորդը խախտել պայմանավորվածությունները։ Նշեմ, որ մենեջերը դա կազմակերպության դեմքն է, դուք խոսում եք կազմակերպության անունից եւ կարեւոր է, որ դուք լինեք բավականին պատասխանատու։ Օրինակ, եթե դուք պայմանավորվել եք ձեր գործընկերոջ, ձեր հաճախորդի հետ, որ օրինակ պետք է իրեն ժամը 6-ին ուղարկեք ծառայության վերաբերյալ նյութ կամ ինչ-որ հաշիվ, կարեւոր է, որ դուք արդեն 6:50, այդ 5:50 կներեք, այդ ամեն ինչը պատրաստած լինեք, որպեսզի ճիշտ ժամկետներում ուղարկեք։ Դա վաճառքում հիմքն է վստահություն ունենալ։ Պատրաստության բացակայություն։ Լավ վաճառողը միշտ պատրաստում է, այսինքն ուսումնասիրում է մրցակիցների առաջարկները, ինքը պետք է լինի շուկայում բոլոր առաջարկներին պետք է ծանոթ լինի, առանձնացնում է իր առաջարկի ուժեղ կողմերը, այսինքն դուք միշտ պետք է ընդգծեք ձեր պրոդուկտի կամ ձեր ծառայության կարևորությունները, փորձարկում է առարկություններին արձագանքելու տարբերակները գործընկերների հետ, բնականաբար վաճառքում վերջին փուլում արդեն առաջանում են առարկություններ ու հստակ վաճառքի մասնակետը պետք է ունենա գործիքակազմ, որպեսզի կարողանա աշխատել այդ առարկությունների դեմ։ Կամ մի խոսքով, ստրեսային իրավիճակում դու չես հասկանում քո ակակալիքները, այլ իջնում ես քո պատրաստվածության մակարդակին։ Հետևություն, որ դուք պետք է միշտ լինեք պատրաստված, միշտ պետք է ունենաք հստակ գործիքակազմ տարբեր տեսակի հաճախորդների հետ աշխատելու համար։ Անցնենք հաջորդ սխալին, դա խոսել ստանդարտ հնացած արտահայտություններով։ Օրինակ, մեկ բացառիկ առաջարկ ունենք ձեզ համար կամ եկեք միասին մտածենք, դա ձեզ համար թանկ է թվում, բայց համեմատած ինչի հետ է թանկ։ Սրանք ուղղակի այնպիսի արտահայտություններ են, որոնք շուկայում գրեթե բոլոր կազմակերպությունները կատարում են ու սրանք առանցքային սխալներն են։ Ստանդարտ արտահայտությունները հաճախ հաճախորդի մոտ բացասական տպավորություն են ստեղծում եւ դուք բացասական արձագանքի եք առաջանում։ Եվ հաճախ կարելի է նույն ուղերձը ավելի մեղմ ձևով ձևակերպել։ Հա, եկեք մի քանի օրինակ քննարկենք, օրինակ ինչպես պետք է ասել եւ ինչպես չպետք է ասել։ Եթե օրինակ պետք է ասեք մենք բացառիկ առաջարկ ունենք, սա կարող եք փոխարինել։ Հիշեցնել փաստերը, մեր երաշխիքները ծառայության վերաբերյալ, մեր առանձնահատկությունները։ Երկրորդը օրինակ եթե պետք է ասեք եկեք միասին մտածենք, սա կարող եք փոխարինել։ Լավ, ասեք խնդրեմ, ո՞րն է այն լրացուցիչ տեղեկատվությունը, որը ձեզ պետք է որոշում կայացնելու համար։ Կամ օրինակ եթե ասում եք դա ձեզ թանկ է թվում, բայց ինչի համեմատ է դա ձեզ թանկ թվում։ Այս հարցին կարող եք պատասխանել այսպես, հա եկեք հիմա մի քանի մեթոդով քննարկենք։ Առաջինը, համաձայն եմ, հենց դրա համար էլ արժե գնել մեր օրինակ պրոդուկտը կամ ծառայությունը։ Երկրորդը, համաձայն եմ, մեր արժեքը բարձր է թվում, բայց իրականում մենք մատչելի եւ շահավետ ենք։ Եվ ահա թե ինչու։ Ու ինչպես արդեն նշելի, այստեղ թվարկում եք, ընդգծում եք ձեր պրոդուկտի կամ ձեր ծառայության առավելությունները։ Հաջորդը դա լավ միայն գինն է, որ որոշում կայացնելուց ձեզ խանգարում է, հա։ Այսինքն եկեք հասկանանք, այս դեպքում միայն գինն է, որ հաճախորդին խանգարում է որոշում կայացնել, թե միգուցե կան այնպիսի այլ ասպեկտներ, որի վրա դեռ կարող եք աշխատել։ Կամ համաձայն եմ, որովհետև մենք հարմար ենք լուրջ հաճախորդների համար, ովքեր գնահատում են որակը, այսինքն ձեր նման մարդկանց։ Հաջորդը դա վիճել հաճախորդների հետ։ Շատ նորեկներ կարծում են, որ վաճառքի համար պետք է փոխել հաճախորդի կարիքը, բայց սա բավականին կոշտ սխալ է վաճառքներում, իրականում պետք է լսել հաճախորդի կարծիքը եւ օգտագործել դա որպես գնման ապացույց։ Այսինքն դուք պետք է հասկանաք ձեր հաճախորդի կարիքը եւ կարողանաք այն կապել ձեր պրոդուկտի կամ ձեր ծառայության հետ։ Ուստի ցանկացած առարկության պատասխան սկսում ենք այս արտահայտություններով։ Լավ, հասկանում եմ, համաձայն եմ ձեզ հետ։ Եթե վիճեք հաճախորդի հետ, ուղղակի դա կսերմանի անվստահություն եւ հաճախորդը ձեզնից գնում չի կատարի։ Թերագնահատել հաճախորդին, հա, կան օրինակ մասնագետներ, ովքեր կատարում են այս արտահայտությունները, դա ձեզ համար թանկ է, դուք կին եք, դե ձեր տարիքում, առաջին հերթին սա ոչ հարգալից վերաբերմունք է ցանկացած զրույցում, իսկ երկրորդը ոչ արդյունավետ։ Հիշեք, որ բոլորը անձնական կարծիքներն ու համոզմունքները պետք է թողնել զրույցից դուրս, գործակի սահմաններից դուրս։
Հաջորդը թերագնահատել մրցակիցներին։ Օրինակ շատ եմ լսում դեպքեր, որ վաճառքի մասնագետներն ասում են. բոլոր մյուսները վատն են, մենք լավն ենք, բոլորը խաբում են, այսինքն սա առաջացնում է հաճախորդի մոտ անվստահություն։ Լավ է, որ շեշտեք ձեր ուժեղ կողմերը, այսինքն պետք չէ կենտրոնանալ մրցակցի բացասական կողմերի վրա։ Փոխարենը ուշադրություն դարձրեք ձեր դրական հատկանիշներին։ Երբ խոսում եք մրցակիցների մասին, պետք է վերահսկել հույսերը եւ պահպանել չեզոք իրավիճակ։ Սա վաճառքներում բավականին կարեւոր է։ Պատասխանատվությունը փոխանցել հաճախորդին։ Վաճառքների գործընթացում մենք միշտ առաջարկում ենք եւ ընդունում ենք պատասխանատվությունը։ Սա նվազեցնում է հաճախորդի հուզային ճնշումը։ Փոխարենը, եթե օրինակ պետք է հարցնեք, երբ ձեզ հարմար կլինի, որ ես զանգահարեմ, ավելի լավ է այս կերպով պատասխանեք հաճախորդին։ Ես վաղը ժամը 12-ին ձեզ կզանգահարեմ, հարմար կլինի, այսինքն մի վախեցեք լինել նախաձեռնող ու հաճախորդին առաջարկել կամ նույնիսկ հուշել, որովհետև հաճախ հաճախորդը ինքն էլ չի կարողանում հստակ որոշել, թե ինչ է ուզում։ Իսկ գնումին առնչվող ցանկացած քայլ նրա համար կարող է լինել սթրես, որից արդեն նա ցանկանում է խուսափել։ Հաջորդ սխալը դա խոսել ընդհանուր արտահայտություններով։ Հաճախորդները մեզ միշտ կապում են կոնկրետ խնդրի, կոնկրետ կարիքի հետ։ Հետևաբար կարևոր է զրույցի ընթացքում հիշեցնել, անդադար շեշտել դրա մասին։ Օրինակ, զանգում եմ համագործակցության կապակցությամբ, սրա փոխարեն կարող եք ասել զանգում եմ ձեր հաշվապահական հարցերի մասին, օրինակ մենք երեքշաբթի խոսել էինք Տիգրան ջան։ Բացի այդ, երբ հնարավոր է, խոսքը պետք է հիմնադրել հստակ փաստերով եւ օրինակներով, քանի որ դա օգնում է կառուցել վստահություն ձեր եւ հաճախորդի միջեւ։ Հաջորդը դա ամենամեծ սխալներից մեկը տրամադրված չլինելը։ Ոչ մի դեպքում չպետք է մտածել այս հաճախորդը հաստատ չի գնի։ Նման մտածելակերպը հաճախ ուղղակի հիմնականում հանդիպում եմ նման մտածելակերպը նորեկների մոտ, բայց իմացեք, որ հիմնականում ավելի պատրաստական եւ ավելի գնող են լինում այն հաճախորդները, որոնց մասին դուք առաջին կոնտակտից մտածում եք, որ ինքը գնում չի կատարելու, հա։ Մեր ուղեղում սա արդեն ֆիքսվում է ու մենք չենք կարողանում աշխատել նման հաճախորդի հետ։ Բացի այդ, գնորդը միշտ լինում է հենց այն անձը, ումից ինչպես սկզբում հա նշեցի, ումից ամենակիչն ենք սպասում, որ կգնի։ Խոսել չափից դուրս շատ։ Վաճառքի մասնագետը զրույցի ընթացքում պետք է լինի լսողի դերում, այսինքն դուք պետք է ուղղակի լսեք ու հասկանաք ձեր հաճախորդի կարիքը։ Հաճախորդին ձեր ընկերության մասին ողջ տեղեկատվությունը ուղղակի չի հետաքրքրում։ Հիմնականը նա պետք է իմանա այն ինչը նրա համար կարևոր է, իսկ դա հասկանալու համար ուղղակի պետք է լսել հաճախորդին։ Այս հատկանիշը շատ կարևոր է։ Այն օգնում է արագ եւ արդյունավետ անցկացնել աշխատանքի հարցազրույցները, գտնել ցանկալի աշխատանք։ Շատ դիմորդներ սխալվում են, փորձելով միանգամից ներկայացնել բոլոր իրենց գիտելիքները, հմտությունները, անորակ տպավորություն են ստեղծում, որովհետեւ չափից շատ խոսելը կարող է վատ անդրադառնալ։ Անհրաժեշտ է լինել հստակ, հա, ճիշտ առաջնահերթություններ սահմանալ, հասկանալ թե ինչն է կարևոր եւ հստակ ներկայացնել այդ կրիտերիաները։ Ուստի ես համոզված եմ, որ վաճառքի մենեջեր մասնագիտությունը հստակ կարևոր է 18-ից 40 տարեկան երիտասարդների համար, այսինքն այս մասնագիտությունը հստակ կարող եմ նշել, որ համապատասխանում է այս տարիքային սեգմենտի անձանց։ Ունեք իմ ներկայացրած մասի հետ կապված հարցեր, եթե ունեք հարցեր, կարող եք մեկնաբանությունների դաշտում գրել, որպեսզի անցնենք առաջ։ Վաճառքի մենեջերի աշխատանքը ձևավորում է այնպիսի հատկանիշներ, այսինքն եթե դուք սկսեք աշխատել ոլորտում, դուք կձևավորեք սեփական մտքերը փոխանցելու եւ համոզելու կարողություն, կարևորն առանձնացնելու երկրորդականից տարբերելու ունակություն, հաստատակամություն, այսինքն ձախողումների եւ մերժումների դիմակայելու կարողություն եւ հանգամանալից ու համակարգված մտածողություն, որը կյանքի ցանկացած ոլորտում ձեզ պետք կգա։ Հաջորդը արդեն ամենակարևորին վաճառքի մենեջերը միակ մասնագիտությունն է, որտեղ որպես աշխատակից դուք իսկապես մեծ եկամուտ կունենաք, ինչպես այդ եկամուտը նաև կարող ենք համեմատել ձեր սեփական բիզնեսում ստացած եկամուտի հետ։ Այսինքն, ելի եմ նշում, ինքը սահմանափակ մասնագիտություն չէ, այլ ձեզ աճի մեծ հնարավորություններ կտա։ Ինչու է ամեն ինչը, քանի որ դուք ուղղակիորեն ազդում եք բիզնեսի շահույթի կամ եկամուտի կամ ֆինանսների վրա։ Եթե դուք իսկապես գիտեք վաճառել, ապա դուք շատ անհրաժեշտ եք ցանկացած գործատուի, քանի որ ցանկացած բիզնեսին պետք են լավ մասնագետներ, ովքեր կկարողանան իրենց պրոդուկտը, իրենց արտադրությունը կամ իրենց ծառայությունը վաճառք իրականացնել։ Այս դեպքում գործատուները հերթ են կանգնելու հենց ձեզ համար, որպեսզի ձեզ աշխատանք առաջարկեն։ Վաճառքները սեփական բիզնեսը կազմակերպության ներսում։ Այդ պատճառով վաճառքները հարմար չեն բոլորի համար, հա, դա քննություն է ստուգելու համար ձեր իրական ձգտումը հաջողության հասնելու համար։
Դե եկամուտի մասին արդեն խոսեցինք, այսինքն վաճառքներում բարձր եկամուտ իսկապես կա, այսինքն բարձր եկամուտի հասնելու հնարավորություն կա, բայց շատ վաստակելու համար բնականաբար պետք է հետևեք հետևյալ սկզբունքներին, եկեք հիմա առաջինին անդրադառնանք, ձգտում արդյունքի հասնելու համար։ Դուք իրականում պետք է ցանկանաք վաճառեք, այսինքն ցանկանաք աշխատել գումար։ Հարց, օրինակ ինչի համար եք դուք ուզում վաստակել։ Ճիշտ է, որ դուք իսկապես ուզում եք վաստակել սկսած 1000-ից մինչև $2000 կամ ավելին։ Ինչու՞։ Հաջորդը դա պատասխանատվությունն է։ Վաճառքներում հաջողության հասնելու համար կարելի է միայն այս դեպքում, այսինքն երբ մարդը պատասխանատվություն է կրում եւ ղեկավարի եւ բնականաբար հաճախորդի առջեւ։ Պետք է պահել հստակ խոստումները, պատրաստ լինելու ընդունել սեփական սխալները եւ աշխատելու ու շտկելու դրանք։ Հաջորդ սկզբունքը դա զարգացումն է։ Եթե ցանկանում եք փորձել ձեզ վաճառքի ոլորտում, պետք է ունենաք զարգացման եւ սովորելու ցանկություն։ Անընդհատ ուսումնասիրել նոր գիտելիքներ, նոր հմտություններ, վերլուծել ձեր աշխատանքը եւ ձգտել բարելավման։ Հաջորդը դա համառությունն է։ Յուրաքանչյուր ոչ դուք հեշտությամբ կարող եք վերածել այոյի։ Մերժումները անպայման լինելու են։ Ուղղակի պետք չէ դրանցից խուսափել, հա, որտեղ ելի եմ նշել, ձեր եկամուտը հիմնականում կախված են այդ ոչերը այո դարձնելուց, բայց հենց համառությունն է, որ կօգնի ձեզ եւ հնարավորություն կտա առաջ շարժվելու ոլորտում։ Հաջորդը եկեք մի հատ օրինակ հա քննարկենք։ Օրինակ մեզ մոտ եղել են դեպքեր, որ որոշ ուսանողներ հարցրել են. Ինչու օրինակ ոչ բոլոր կազմակերպությունները ինձ հրավիրեցին աշխատանքի։ Այս դեպքում մենք հարցնում ենք, օրինակ դուք քանի կազմակերպություն եք ռեզյումե ուղարկել ու ստանում ենք օրինակ 3 կազմակերպություն։ Իրականում աշխատանք փնտրելը դա վաճառքի մի տեսակ է, հա։ Իսկ հարցազրույցը դա հստակ գործարք, որ դուք պետք է հաջողեք այդ գործարքում։ Դուք սովորում եք վաճառել ինքներդ ձեզ, ձեր հմտությունները ու ձեր վստահությունները տվյալ կազմակերպության էջարք մասնագետին։ Իդեպ նշեմ, որ մեր յուրաքանչյուր դասընթացում մենք սովորեցնում ենք, թե ինչպես փնտրել աշխատանք ու ինչպես արդյունավետ անցնել այդ փուլերը, ինչպես կազմել գրավիչ ռեզյումե, ինչպես անցնել հարցազրույցը, ինչպես հաղթահարել առարկությունները հարցազրույցի ընթացքում, որովհետև ինչպես արդեն նշեցինք, սա նույնպես վաճառքի մի տեսակ է։ Հաջորդ սկզբունքը դա էներգիայի աղբյուրն է։ Ոչ ոք չի գնի մի վաճառողից, ով անտարբեր է, ով ուշադրություն չի դարձնում, այսպես ճակերտավոր ասված, ունի թթված դեմք, որպեսզի ձեզնից գնեն, կարևոր է, որ դուք կարողանաք կառավարել ձեր հոգեվիճակը եւ ձեր էմոցիաները։ Իսկ ով է ընդհանրապես սիրում շփվել մի մարդու հետ, ով այսպես բացասական էներգիա է փոխանցում։ Վաճառքը դրա մասին չէ։ Վաճառքում կարևոր է լինել ավելի էներգիայով լի, ժպիտով, որպեսզի դուք կարողանաք առաջին հայացքից գրավել հաճախորդին։ Ունենալ եւ զարգացնել ձեր ռազմավարությունը։ Վաճառքի մեջ կա մի կարևոր բառ՝ սկրիպտ։ Դրանք վաճառքի սցենարներն են։ Փաստորեն դա վաճառքի ռազմավարությունն է, ու շատ կարևոր է ունենալ նման ռազմավարություններ յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելու համար, որովհետեւ եթե լինեն օրինակ բարդ հաճախորդներ, անելանի իրավիճակներ, հստակ իմանաք, որ դուք ունեք գործիքակազմ եւ կարող եք դրանով առաջնորդվել։ Մշակել ռազմավարությունը, այսինքն խոսեցինք, որ կարևոր է ունենալ այդ ռազմավարությունը, բայց կարևոր է նաև, որ կարողանաք ճիշտ մշակել այդ ռազմավարությունը, հա, այսինքն ունենաք հստակ վաճառքի սցենարներ, որպեսզի ստեղծեք, գրեք ինքներդ ձեզ համար վաճառքի սցենարներ, որպեսզի դրանով կարողանաք առաջնորդվել եւ առաջ շարժվել։ Հաջորդը դա արձանագրություններն են, հա, այսինքն գործարքների եւ զանգերի արձանագրությունները։ Շատ կարեւոր է, որ դուք միշտ ղեկավարությանը կարողանաք տալ հետադարձ կապ ձեր գործարքների, ձեր արդյունքների մասին։ Օրինակ մեր թիմում այդ ամեն ինչը տեղի ունենում CRM համակարգերի միջոցով, հա։ Իսկ մեր ուսուցման ընթացքում մենք սովորեցնում ենք նաեւ ինչպես ճիշտ օգտագործել CRM համակարգերը։ Եվ եթե հետևեք այս 8 սկզբունքներին, դուք հեշտությամբ կարող եք հաջողության հասնել ձեր կարիերայում եւ ձեր բիզնեսի շրջանակներում։ Հարցեր ունեք իմ ներկայացրած մասի հետ կապված։ Ես տեսնում եմ, որ դուք ընթացքում ակտիվորեն արձագանքում եք, հա, իմ նշված թեմաներին, ես ընթացքում ձեզ անպայման վերջում ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ։ Ինչ տպավորություն ստացաք այս ընդհանուր տեղեկատվությունից, նշեմ, որ դեռ ամենահետաքրքիրը առջևում է։ Իսկ հիմա օրինակ հարց տվեք ինքներդ ձեզ, հա, իրական գործարքների մասին, որոնք անմիջապես կարող եք կիրառել ձեր աշխատանքում, զրույցի ժամանակ ու բնականաբար այդ ամենի արդյունքում տեսնել դրականը։ Եկեք հիմա մենք անդրադառնանք վաճառքի հստակ տեխնիկաներին։ Այսօր կքննարկենք միանգամից 3 վաճառքի տեխնիկա։ Առաջինը դա AIDA տեխնիկան է։ Ինքը 4 փուլից է բաղկացած։ Առաջինը ուշադրություն, հետո հետաքրքրություն, ցանկություն եւ գործողություն։ Հստակ էտապներ են, որի միջով պետք է կարողանաք անցնել, որպեսզի հաջողեք ձեր վաճառքը։ Եկեք հիմա մանրամասն 4 մեթոդներին էլ անդրադառնանք։ Առաջինում ուշադրություն դա բառի ինքնին արդեն հուշում է։ Հետաքրքրել հաճախորդին, գրավել նրա ուշադրությունը ապրանքի կամ ծառայության
ծառայության նկատմամբ։ Այսինքն դուք առաջին փուլում պետքա կարողանաք գրավել ձեր հաճախորդի ուշադրությունը, որպեսզի ինքը հասկանա, որ ուզում է ձեզ լսել։ Երկրորդ փուլում դա հետաքրքրությունն է, այսինքն պահպանել ուշադրությունը, ընդգծելով ապրանքի առանձնահատկությունները եւ առավելությունները։ Արդեն հաջորդ փուլում ցանկություն է։ Կարծում եմ ինքներդ էլ կռահեցիք, թե այս փուլում ինչ պետք է կատարեք։ Այսինքն ձգտում եք առաջացնում, ընդգծելով ապրանքի հստակ օգուտներն ու արժեքները։ Իսկ դրանից հետո վերջում 4-րդ փուլում հստակ գործողությունն է։ Այսինքն պետք է տանեք հաճախորդին կատարել գնում, առաջարկելով հստակ քայլեր, թե ինչպես կարող է ձեզնից գնել ձեր պրոդուկտը կամ ծառայությունը։ Հաջորդ տեխնիկան դա վաճառքի սփին տեխնիկան է։ Կրկին բաղկացած է 4 փուլից։ Եկեք անդրադառնանք հերթականության փուլերին։ Առաջին փուլը դա կրկին իրավիճակն է, ստեղծված իրավիճակը։ Այսինքն պետք է կարողանաք հստակ հարցերի միջոցով հասկանալ ձեր հաճախորդին, նրա ներկա դրությունը հասկանալ։ Այսինքն ստեղծված իրավիճակը հասկանալ, թե ինքը ինչու է ուզում օրինակ ձեզնից ծառայություն գնել։ Երկրորդը դա խնդիրն է։ Բացահայտել գոյություն ունեցող խնդիրը, որոնցով կարող եք լուծել, հաճախորդի խնդիրը դուք կարող եք օրինակ լուծել ձեր պրոդուկտի կամ ձեր ծառայության միջոցով։ Երրորդ փուլում արդեն արդյունքն է, օգնել հաճախորդին գնահատել, թե ինչ հետևանքներ կարող է լինել խնդրի չլուծման դեպքում։ Այսինքն օրինակ, եթե ինքը չգնի ձեր ծառայությունը, ինքը ինչ խնդիրների կարող է բախվել։ Իսկ հետո վերջում արդեն օգտակարություն, ներկայացնել, թե ինչպես է արտադրանքը կամ ծառայությունը օգնելու հաճախորդին լուծելու իր ներկայիս խնդիրը։ Անցնենք հաջորդ տեխնիկային, դա վաճառքի FAB տեխնիկան է։ Բաղկացած է 3 փուլից՝ հատկություններ, առավելություններ եւ օգտակարություններ։ Առաջին փուլում ապրանքի կամ ծառայության տեխնիկական կամ հատուկ բնութագրի նկարագրությունն է։ Երկրորդ փուլում արդեն բարձաբանումը, թե ինչպես են այս հատկությունները դարձնում արտադրանքը առավել արդյունավետ կամ տարբերվող մյուսներից, քանի որ բնականաբար շուկայում կարող են լինել մրցակիցներ։ Եվ վերջում արդեն օգտակարությունը, ցուցադրում, թե ինչ օգուտներ կունենա հաճախորդը ձեր ծառայության կամ ձեր արտադրանքի օգտագործումից հետո։ Եվ վերջում արդեն հիշենք, որ ցանկացած տեխնիկա միայն հենարան է։ Այսինքն դուք ոչ բոլոր հաճախորդների հետ աշխատելուց պետք է հիմնվեք այս տեխնիկաների վրա։ Տեխնիկան ձեզ տալիս է հստակ կմախք, որ դուք պատկերացում ունենաք, որ ինչպես կարող եք վաճառք իրականացնել, բայց դուք ինքներդ պետք է այս ամեն ինչը հարմարեցնեք ձեր հաճախորդի տեսակին, որովհետև ոչ բոլոր հաճախորդների հետ դուք պետք է աշխատեք հստակ նույն տեխնիկաներով։ Դուք պետք է հասկանաք, բնականաբար այդ ամեն ինչը դուք ձեռք կբերեք ձեր պրակտիկայի ընթացքում։ Իսկ մենք ի դեպ նշեմ, որ մեր դասընթացների ընթացքում տալիս ենք այդ պրակտիկ ուսուցումը։ Այս մասի հետ կապված ունեք հարցեր ընդհանուր առմամբ իմ ներկայացված հատվածի հետ կապված, տեխնիկաների հետ կապված, եթե ունեք հարցեր, խնդրում եմ արձագանքեք, ես վերջում անպայման ամբողջին կպատասխանեմ։ Պրակտիկայի մասին խոսեցի, նշեցի, որ հենց այդ պատճառով էլ մենք մեր դասընթացը կոնկրետ 50%-ը ինքը հենց պրակտիկայից է բաղկացած ու օրինակ նշեմ, հենց փին վաճառքի մեթոդին կոնկրետ հատկացված է մեկ առանձին դաս, հստակ օրինակներով կքննարկեք, որպեսզի ինքներդ հասկանաք մեթոդի էությունը եւ կարողանաք յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելուց այդ ամեն ինչը կիրառել։ Իդեպ եւ այսպես խոսենք մեր արդյունքի մասին, մեր ուսանողները սկսում են աշխատել Հայաստանի առաջատար կազմակերպություններում եւ կարողանում են այդ կազմակերպությունների վաճառքները բարձրացնել 20-ից 30%-ով։ Իդեպ կարող եք ներքևում նշված կազմակերպությունների կողմից ծանոթանալ իրենց հետադարձ կապին մեր ուսանողների մասով։ Հասցրեցիք ծանոթանալ։ Ինչպես կառուցել կարիերա վաճառքների ոլորտում, Հիմա ես ձեզ կներկայացնեմ քայլ առ քայլ պլան։ Մենք կազմել ենք հստակ ծրագիր, որը կօգնի ձեզ հասկանալ, թե ինչ կարողություններ է անհրաժեշտ զարգացնել այս ոլորտում, իմանալ, թե ինչ քայլեր կատարեք ձեր կարիերան սկսելու համար եւ տիրապետել այն գիտելիքներին, որոնք պահանջվում են հաջողության հասնելու համար։ Այս ամենն է, որպեսզի կարողանաք կառուցել վաճառքի ոլորտում կայուն կարիերա ունենալու համար ու բնականաբար վաստակել, ինչպես արդեն խոսել եք, սկսած 1000-ից մինչև $2000։ Ում է հետաքրքիր ստանալ ամբողջական տեղեկատվություն, խնդրում եմ անդրադառնալ այս հարցին կոմենտներում։ Դե հիմա եկեք մի քանի հաճախ տրվող հարցերի պատասխանեմ։ Օրինակ առաջին հարցը, ճիշտ է, որ վաճառքի ոլորտում կարելի է շատ վաստակել եւ ինչու վաճառքի բաժնի մենեջերի եկամուտը այդքան բարձր։
Այս մասին արդեն անդրադարձել ենք։ Հա նշել եմ, որ դուք ազդում եք յուրաքանչյուր բիզնեսի արդյունքների վրա։ Այսինքն, օրինակ պատկերացրեք, ձեր շնորհիվ բիզնեսը լրացուցիչ վաստակեց 5000, 7000 կամ ուղղակի $10,000։ Այսպիսի իրավիճակներում բնականաբար սեփ հաղանայտերը պատրաստ կլինի ձեզ առատաձեռն վճարել ձեր աշխատանքի համար։ Իսկ նման արդյունքի հասնելու համար շատ կարևոր է ստանալ անհրաժեշտ հմտություն եւ գիտելիքներ։ Իրականում հիմա կկիսվենք այն քայլերով, որոնք պետք է կատարի յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է կարիերա կառուցել վաճառքի ոլորտում։ Առաջին քայլը դա հասկանալ վաճառքի բնույթը։ Կան վաճառքի 3 տեսակներ՝ B2C, B2B եւ B2G։ Բնականաբար յուրաքանչյուր տեսակում վաճառքի մոտեցումները տարբեր են, որովհետեւ հաճախորդի տեսակները յուրաքանչյուր տեսակում տարբեր են։ Հասկանալ վաճառքի բաժնի կառուցվածքը եւ չափորոշիչները։ Վաճառքի բաժնի աշխատանքը գնահատվում է հետեւյալ չափման միավորներով, եկեք այսպես ասեմ, հայ KPI-ներ, LTV կամ CAC, սրանք այսինքն ձեր աշխատանքի չափման միավորներն են։ Կարելի է այսպես ասել ձեր բոնուսային համակարգը։ Կարևոր է նաև հասկանալ բաժնի կառուցվածքը, իմանալ թե ինչ դերեր կան վաճառքի բաժնում եւ ով ինչի համար է պատասխանատու։ Երրորդ քայլը՝ սովորել տարբերակել հաճախորդների տեսակները եւ գտնել որոշումները ընդունող անձանց։ Դուք պետք է իմանաք, ինչ տեսակի հաճախորդներ կան, վարքագծային հոգեբանական տեսանկյունից եւ ինչ մոտեցումներ են պետք յուրաքանչյուր հաճախորդի հետ աշխատելու համար։ Ինչպես հասկանալ, թե ով է պատասխանատու վերջնական որոշում ընդունելու համար, որովհետեւ ավելի խոշոր կազմակերպություններում, այս դեպքում B2B վաճառքների դեպքում դուք պետք է կարողանաք բացահայտել որոշում կայացնող անձանց եւ իրենց հետ ուղիղ արդեն աշխատել։ Չորրորդ քայլը՝ սովորել հաճախորդի հոգեբանությունը եւ տիրապետել ազդելու հիմունքներին։ Ինչ տարբերություն կա մոտիվացիայի եւ պահանջմունքի միջեւ։ Ինչպես հաղթահարել խոչընդոտները եւ մեխանիզմները։ Ինչ ազդեցություն ունեն փակ եւ բաց հարցերը վաճառքներում։ Հաճախորդի խոսքը եւ ինչպես հարմարեցնել հաղորդակցումը դրան։ Եվ վերջում ակտիվ լսելու տեխնիկան որպես ազդելու միջոց։ Ակտիվ լսման տեխնիկան ի դեպ նշեմ, որ ձեզ շատ կօգնի հենց տետ-ա-տետ բանակցությունների ժամանակ։ Հինգերորդ քայլը դա տիրապետել վաճառքի հիմնական տեխնիկաներին։ Դե սփինին, սնապին մեկ արդեն անդրադարձանք, նաև upselling, cross-selling, այսինքն խոսքս վրադիր կամ խաչաձև վաճառքների մասին է։ Վեցերորդ քայլում սովորել աշխատել առարկությունների հետ։ Վաճառքում առարկությունները անխուսափելի են։ Այս մասին էլի ենք խոսել, բայց ամենակարևոր ու ամենաառաջքային հարցերից մեկը վաճառքում դա հաճախորդի առարկություններն են։ Այսինքն դուք հստակ պետք է տեսնեք առարկությունները, հանել հաճախորդին առարկությունների փուլից, շրջացել դրանք եւ արդյունավետ մշակել։ Եթե դուք չկարողանաք անցնել այս առարկությունների փուլը, դուք ուղղակի կկորցնեք ձեր գործարքների 50 եւ նույնիսկ ավել տոկոսը։ 7-րդ քայլը մշակել ռազմավարություն։ Պետք է սովորեք հստակ ռազմավարություն ունենալ։ Ինչպես ներգրավել մարդուն երկխոսության մեջ, հետաքրքրել նրան։ Ինչպես շրջանցել, այսպես ասած, գործավարին, այսինքն B2B վաճառքներում հեշտ չէ ձեզ համար լինելու միշտ կապ հաստատել որոշում կայացնող անձանց հետ։ Ինչ որ միջնորդ մարդու հետ եք դուք ի սկզբանե խոսելու։ Պետք է սովորեք շրջանցել այդ մարդուն ու միանգամից կապ հաստատել որոշում կայացնող անձանց հետ։ 7-րդ քայլը սովորել ճանաչել ոչ բանավոր հաղորդակցությունը եւ իրական էմոցիաները։ Խոսքս ոչ վերբալ վարքագծի մասին է։ Մարդու միմիկաները, դեմքի միմիկաները, ժեստերը, միկրոմիմիկաները, նստելու ձևը, նույնիսկ այդ ամեն ինչ դուք պետք է կարողանաք պատկերացում կազմել ձեր հաճախորդի մասին։ Այսինքն ինչպես կարողանաք բացահայտել նաեւ լարվածությունը, սուտը, վստահություն ձեռք բերել, որը վաճառքներում շատ կարեւոր է, հա։ Այստեղ մի փոքր հոգեբանության մասին անդրադարձանք։ Իսկ կարող եմ նշել, որ հոգեբանությունը դա վաճառքի հիմքն է։ Հաջորդը 9-րդ քայլը սովորել լիդերի առաջացման հիմնական սկզբունքներին։ Վաճառքները շատ ամուր կապ ունեն մարքեթինգի հետ, քանի որ նրանք հաճախ միասին են աշխատում, իսկ որոշ դեպքերում նշեմ նաև, որ միաձուլված են աշխատում։ Եվ դրա համար էլ շատ կարևոր է լավ հասկանալ մարքեթինգի հիմունքները։ Պետք է ծանոթ լինեք վաճառքի ձագարին, սառը, տաք, նպատակային եւ ոչ նպատակային լիդերին, նույն հաճախորդների մասին է խոսքը։ 10-րդ քայլում սովորել գրել սցենարներ, սկրիպտներ եւ աշխատել էմոցիաների հետ։ Այսինքն սցենարների կառուցում, հասկացողության զարգացում եւ սեփական զգացմունքների կառավարում։ Մեկ սլայդ առաջ մենք խոսացինք, որ դուք պետք է կարողանաք հասկանալ դիմացինի էմոցիաները, բայց միևնույն ժամանակ դուք պետք է կարողանաք կառավարել ձեր էմոցիաները։
11-րդ քայլում աշխատանքի որոնում ընտրել ոլորտ, որտեղ ուզում ես աշխատել։ Մենք խորհուրդ ենք տալիս օրինակ ընտրել այն բիզնեսի ճյուղը, որտեղ կամ կա բարձր կին, կամ բարձր շահավետություն։ Հենց այդտեղ կա աճի հնարավորություն եւ բնականաբար մեծ եկամուտ վաստակելու հեռանկարներ։ Օրինակ մեր ուսանողները աշխատում են հետեւյալ ոլորտներում՝ արևային մարտկոցների արտադրություն, բանկային ոլորտ, ՏՏ ոլորտում, հաշվապահական կամ իրավաբանական ծառայությունների վաճառք, ապրանքների բաշխում, ապահովագրական գրասենյակներում ու Հայաստանի մի շարք այլ այսպես տարբեր տեսակի վաճառքով զբաղվող կազմակերպություններում։ Հաջորդ քայլը աշխատանքի որոնում, այսինքն ռեզյումեի կազմում եւ ուղարկում, որը այսպես ասած ամենակարևորներից է։ Ընտրել հարթակներ, որտեղով կտեղադրեք կամ կուղարկեք ձեր ռեզյումեները։ Հետո կազմել ռեզյումեն, այսինքն կիրառելով վաճառքի սկզբունքները աչքի ընկնելու համար ստանդարտ ոչ գրաֆիլ պրոֆիլի մեջ, որովհետև գործատուն առաջինը տեսնում է ձեր ռեզյումեն, ձեր CV-ն եւ ըստ դրա արդեն որոշում է, արդյոք ձեզ հրավիրի հարցազրույցի թե ոչ։ Ու այստեղ շատ կարևոր է, որ շեշտը դնեք նաեւ ձեր ռեզյումեի վրա եւ նաեւ սկսել ուղարկել ռեզյումեները եւ արձագանքել բոլոր արկա թափուր աշխատատեղերին։ 13-րդ քայլում աշխատանքի որոնում եւ հաջորդ փուլը բնականաբար հարցազրույցներ։ Սկզբում մենք խորհուրդ ենք տալիս գնալ բոլոր հարցազրույցներին, որովհետեւ այսպես դուք զոր փորձ եք ձեռք բերում, ինչպես արդյունավետ անցնեք հարցազրույցները։ Այսինքն միջին հաշվով 100 որակյալ պատասխանների համար դուք կստանաք 5-ից 10 հարցազրույցի հրավեր։ 14-րդ քայլում արդեն դա աշխատանքի սկիզբն է։ Այս հարցում, ինչպես եւ նախորդ բոլոր փուլերում, խորհուրդ ենք տալիս չհետաձգել։ Շուտ կազմեք ռեզյումե, ուղարկեք, մասնակցեք հարցազրույցներին, ընտրեք այդ կազմակերպություններից մեկը, այդ առաջարկներից մեկը, որը մոտավորապես ձեզ համապատասխանում է։ Կարևոր է, որ դուք եթե նոր եք, մի սպասեք այսպես ամենահզոր ընկերությունից աշխատանքի առաջարկի կամ ձեզ համար այսպես ավելի բարձր աշխատավարձի, այսինքն այս դեպքում ձեզ համար կարևոր է ցանկացած հնարավորություն, եւ դուք չպետք է բաց թողնեք այդ հնարավորությունները։ Նույնիսկ եթե դուք սկսում եք անհայտ ընկերությունում աշխատել, այսինքն ցածր աշխատավարձով, իմացեք, որ այս ոլորտում դուք աճի հնարավորություն ունենալու եք, ու իմացեք, որ սա ձեր առաջին մեծ հնարավորությունն է մուտք գործելու շուկա։ Հիշեք, վաճառքի մենեջերի եկամուտը հիմնականում ձևավորվում է վաճառքի պլանի կատարումից, եւ եթե դուք ունեք անհրաժեշտ հմտություններ, զարգացած անձնական որակներ, պլանը կատարելն իրականում նույնիսկ հետաքրքիր է լինում։ Դուք լսում եք իմ ձայնը տեխնիկական մասով, եթե կան ինչ-որ հարցեր, եթե իմ ձայնը լավ չի լսվում, խնդրում եմ մեկնաբանությունների դաշտում արձագանքել։ Ու նշեմ, որ վաճառքի ոլորտը դա հեշտ փողերի մասին չէ։ Դա աշխատանք է նրանց համար, ովքեր պատրաստ են աշխատել ամբողջությամբ ներգրավել աշխատանքի մեջ, ու այս դեպքում արդեն դուք կկարողանաք վաստակել այնքան, որքան ցանկանում եք։ Հիմա հարց ձեզ, պատրաստ եք անցնել այս ճանապարհով։ Եթե պատրաստ եք, ապա մեկ անգամ էլ, եկեք մեկնաբանություններում արձագանքեք, որպեսզի ես կարողանամ պատասխանել ձեր հարցերին։ Ես հիմա կնայեմ մեկնաբանությունների դաշտը։ Հիմա դուք ունեք 3 ճանապարհ։ Առաջինը՝ փակել եթերը, մոռանալ ամեն ինչի մասին խոսել ենք։ Երկրորդը՝ փորձել սովորել ինքնուրույն, հետաձգել գիտելիքները լավագույն ժամանակների համար եւ տարինել վարդնել այսպես փորձարկումների վրա։ Եվ երրորդը՝ անցնել վաճառքի բաժնի մենեջեր ճանապարհը ընդամենը 6 ամսում փորձառու թիմի աջակցությամբ։ Գիտելիքները կարևոր են, բայց բավարար չեն։ Ինչքան մարդ գիտեք, որ ամեն ինչ կարող են, ամեն ինչ գիտեն, բայց ոչինչ չեն կարողանում անել։ Արդյունքի համար շատ կարևոր է պրակտիկա, մոտիվացիա, հետադարձ կապ եւ աշխատանքի սխալներ։ Հենց դրա համար խորհուրդ եմ տալիս խնայել ժամանակ, գումար եւ ամենակարևորը նյարդեր։ Վաճառք սովորելու, կարիերա կառուցելու եւ ցանկալի ֆինանսական մակարդակին հասնելու ամենաարդյունավետ եւ արագ ճանապարհը մասնագետներին դիմելն է։ Այս ճանապարհը անցնել նրանց աջակցությամբ։ Հենց այդ պատճառով էլ մենք ժամանակին ստեղծեցինք մեր վաճառքի բաժնի մենեջեր դասընթացը։ 6 ամիս ինտենսիվ ուսուցումից եւ անընդհատ պրակտիկա մասնագետների աջակցությամբ անցնելուց հետո դուք կկարողանաք աշխատել վաճառքի ոլորտում եւ կկարողանաք գրանցել խոշոր գործարքներ։ Հիմա արդեն անցնում է մեր 22-րդ հոսքը։ Ահա թե ինչ ենք մենք հասել այս 2 տարիների ընթացքում։ Ավարտել է ավելի քան 1200 ուսանող։ Նշեմ, որ ուսանողների ավելի քան 79%-ը նույնիսկ դասընթացի ընթացքում կարողացել են աշխատանքի անցնել։ Մեր գործընկերներն են դարձել Հայաստանի խոշորագույն ընկերությունները, ու մեր ուսանողների համար կարևոր է նշել, որ մենք սովորել ենք Գործապ ակադեմիայում, դա արդեն ամեն ինչ ասում է իրենց մասնագետ լինելու մասին։ Մեր հաճախորդների մեծ մասը մեզ մոտ գալիս են մեր նախկին ուսանողների առաջարկությամբ։ Ու այստեղ ներքևում նշված են մեր գործընկերներից մի քանիսը, որտեղ արդեն իսկ մեր ուսանողներից աշխատում են։
Ուղղակի մի քանի փաստ եկեք քննարկենք։ Մենք երկար ժամանակ ենք ծախսել այս ծրագրի վրա, որպեսզի յուրաքանչյուր մոդուլ լինի նախորդի տրամաբանական շարունակությունը եւ տեղեկատվությունը հնարավորինս յուրացվի։ Եվ եթե յուրաքանչյուր հոսքից հետո մենք հավաքում ենք մանրամասն հետադարձ կապ եւ դրա հիման վրա բարելավում ենք մեր հետագա ծրագիրը, հրավիրում ենք Հայաստանի թոփ խոսնակներին եւ այսպիսով նշեմ, որ մեր ուսանողների կողմից գնահատականը հետադարձ կապը դասընթացի մասին եւ եթե արդյոք նրանք պատրաստ են մեզ խորհուրդ տալ իրենց ընկերներին թե ոչ, 10-ից կազմում է 9.5։ Ձեզ գոհացնում են այս արդյունքները։ Այստեղ նշեմ, եկեք ձեզ ծանոթացնեմ մեր մասնագետներից մի քանիսին։ Մեզ մոտ դասավանդում է Կարասվայն ընկերության վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Վարդգես Հովեյանը, Արչին բանկի որակի կառավարման պատասխանատու Էդիտա Բալայանը, Մարիոթի վաճառքի եւ մարքեթինգի տնօրեն Նարեկ Պետրոսյանը, Յուքոմի կոմերցիոն տնօրինության վերապատրաստման եւ զարգացման մասնագետ Նինել Հովնանյանը։ Գործակը առաջինն է Հայաստանում աշխատող ուսանողների շրջանում։ Մեր դասընթացներն ավարտած 1000 եւ ավելի ուսանողներ արդեն աշխատանքի են ընդունվել, քանի որ ոչ միայն մենք իրենց տրամադրում ենք գիտելիքներ, այլ օգնում ենք նաեւ ինչպես ճիշտ կիրառել դրանք։ Առանձին սովորեցնում ենք նրանց աշխատանք որոնելու գործընթացը։ Մենք նաեւ ստեղծում ենք, այսպես ասած, համախոհների համայնք, որոնք ձեզ կաջակցեն եւ հիանալի միջոցառումներ կանցկացնեն մեր թիմի, մեր ուսանողների մասնակցությամբ։ Այստեղ ի դեպ նշեմ, միջոցառումներից նկարներ են տեղադրված, կարող եք ուսումնասիրել։ Ինչ կսովորեք դուք դասերի ընթացքում։ Ինչպես արդեն նշել եմ, վաճառքի հստակ մեթոդներ եւ տեխնիկաներ կսովորեք, որոնք ձեզ հնարավորություն կտան ավելի արագ եւ ավելի արդյունավետ վաճառքներ իրականացնել։ Ակտիվ լսում։ Կիմանաք եւ կկարողանաք օգտագործել ակտիվ լսման հմտությունները, որը արդեն նշել էի, շատ կարեւոր է տետ-ա-տետ հանդիպումների ժամանակ։ Պահանջմունք. կկարողանաք բացահայտել ձեր հաճախորդի պահանջմունքները եւ դրդապատճառները։ Քարտուղարի շրջանցում սա ձեզ բավականին շատ կօգնի B2B վաճառքներում, այս մասին արդեն քննարկել ենք։ Կսովորեք նաեւ թե ինչպես կկարողանաք արհեստական բանականությունը ճիշտ օգտագործել ձեր վաճառքներում, ձեր սցենարները ուժեղացնելու համար։ Հաջորդը դե բնականաբար քննարկել են, կսովորեք կկարողանաք ավելի գրագետ եւ ավելի ճիշտ վաճառքի երկխոսություններ, վաճառքի սցենարներ գրել։ CRM համակարգերին անդրադարձել եք, իմանաք թե ինչպես ճիշտ աշխատել CRM համակարգերում, որովհետեւ վաճառքի ոլորտում հիմնականում աշխատում են հենց CRM համակարգերով, եւ վաճառքի ժամանակակից եւ լրացուցիչ այլ մեթոդների եւս կծանոթանաք։ Արդյունքում դուք կստանաք բոլոր անհրաժեշտ հմտությունները ցանկացած բիզնեսի վաճառքները մեծացնելու համար։ Կգտնեք աշխատանք, որտեղ կկարողանաք կիրառել այս գիտելիքները եւ բնականաբար ստանալ պատշաճ եկամուտ։ Եթե հետևեք մեր բոլոր առաջարկություններին, անհնար է, որ դուք արդյունքի չհասնեք։ Եթե հարցեր չունեք, բնականաբար իմ ներկայացրած մասի հետ կապված, եթե դուք ունեք հարցեր, կարող եք մեկնաբանությունների դաշտում տալ այդ հարցերը, ես հիմա ամբողջին կպատասխանեմ։ Հիմա եկեք անդրադառնանք մեր մասնակցության փաթեթներին, եթե հետաքրքրված եք դասընթացներով։ Ունենք մասնակցության 3 փաթեթ։ Առաջին փաթեթը դա մինի փաթեթն է, որը իր մեջ ներառում է թեստավորում, ամբողջ ծրագրային նյութերի հասանելիություն, 16 լրացուցիչ նյութեր դասընթացի ավարտից հետո, անհատական հետադարձ կապ դասընթացի նյութերի վերաբերյալ, միջանկյալ եւ վերջնական քննություններ հիբրիդային ձևաչափով, թվային համայնք, աշխատանքի աջակցման ծրագիր եւ դասընթացի ավարտի մասին վկայական։ Հաջորդ փաթեթը base միջին փաթեթն է։ Այստեղ ներառված է այն ամենը, ինչը ներկայացրեցի մինի փաթեթում։ Այստեղ ավելանում է մինի դասընթաց թվային հմտությունների վերաբերյալ։ Թվային համայնքը, 1 առցանց խորհրդատվություն, աշխատանք գտնելու վերաբերյալ, Staff LinkedIn հաշիվների աուդիտի հնարավորությունը, ռեզյումեի ստեղծում, ռեզյումեի ուղարկում գործընկեր կազմակերպություններ, իդեպ ներառվում է ռեզյումեի համար պրոֆեսիոնալ լուսանկարում եւ անգլերենի մինի դասընթաց, 12 դասից բաղկացած։ Սա այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, չեն տիրապետում անգլերեն լեզվին եւ որպեսզի կարողանան մինիմալ գիտելիքներ ձեռք բերեն։ Հաջորդ փաթեթը Promax փաթեթը։ Promax փաթեթում այն ամբողջն է, ինչը ձեզ ներկայացրեցի base-ում։ Այստեղ ավելանում է անգլերենի բազային դասընթաց, 3 ամսվա դասընթաց, որը 0-ից է սկսվում, եւ Upwork հարթակի խորհրդատվություն, որը տրամադրում է ֆրիլանսինգի մեծ հնարավորություն միջազգային շուկայում միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու համար։ Հատուկ առաջարկ մեր ուսանողների համար։ Հիմա մեզ մոտ գործում է 40% զեղչ։ Զեղչը գործում է առաջիկա 1 շաբաթվա ընթացքում։ Իսկ նշեմ, որ վեբինարի մասնակիցներին մենք տալիս ենք լրացուցիչ 10% զեղչ։ Կրկնում եմ, միայն այն մարդկանց համար, ովքեր այսօր կթողնեն հայտ վեբինարից հետո։ Եվ այստեղ նշված են հստակ արժեքները, թե ինչ գնով դուք կկարողանաք մասնակցել։ Նշեմ, որ մինի փաթեթի նախնական ամսվճարը կազմում է 137,000 դրամ։ Շաբաթվա զեղչով ինքը կազմում է
82,000 դրամ։ Իսկ արդեն մեր ուսանողների համար հավելյալ 10% զեղչով մինի փաթեթի ամսե վճարը 74,000 դրամ է լինում։ Նույն հետևությամբ միջին փաթեթի զեղչված արժեքը մեր ուսանողների համար, վեբինարի մասնակիցների համար կլինի 92,000 դրամ, իսկ Pro-Max փաթեթի շրջանակներում 120,000 դրամ։ Կրկնում եմ, սա 1 ամսվա արժեքն է, իսկ մեզ մոտ դասերը 6 ամիս են։ Եվ նշեմ նաև, որ բացի սրանից մենք ունենք բավականին ճկուն վճարային համակարգ։ Մենք համագործակցում ենք Հայաստանում թոփ բանկերի հետ եւ նույնիսկ կարող եք ավելի ճկուն վճարային համակարգով առանց տոկոսադրույքի եւ առանց սպասարկման վճարի ապարակի ձևաչափով եւս դիտարկել։ Իսկ հիմա հայտ թողեք, ամեն դեպքում ամրագրեք ձեր տեղը ամենահարմար պայմաններով։ Եվ եթե ցանկանում եք տիրապետել վաճառքի բաժնի մենեջեր մասնագիտության, ապա սա ձեզ համար բավականին մեծ հնարավորություն է։ Հղումը կլինի ձեր չաթում, էկրանում արդեն որ մի փոքր ուշ արդեն էկրանին եւս կոճակը հասանելի կլինի։ Հիմա եկենք պատասխանենք այն հարցերին, որոնք հաճախ տրվում են։ Դասընթացը անցկացվում է օֆլայն թե առցանց։ Դասընթացը անցկացվում է հիբրիդային ձևաչափով։ Շաբաթական 2 օրով, 1 օր օնլայն, 1 օր օֆլայն։ Օնլայն դասերը անցկացվում են գետքուրս հարթակում, նախապես տեսաձայնագրված վիդեոդասերով։ Իսկ օֆլայն դասերը անցկացվում են Հանրապետության հրապարակի հարևանությամբ Տիգրան Մեծ 4 հասցեում։ Մենք գիտենք, թե որքան կարևոր է անձնական շփումը, ուստի արդեն նշել եմ, որ մեր մոդուլների 50%-ը ինքը ներկայացվում է օֆլայն դասերի միջոցով եւ միանգամայն պրակտիկ դասընթացների միջոցով։ Հիմնականում այդ ամենի մեջ ներառում է CRM համակարգերով աշխատանք, AI լրացուցիչ հնարավորություններ, ինչը տեղի ունենում հայտը ներկայացնելուց հետո։ Հայտը ներկայացնելուց հետո մեր թիմը վաղը ձեզ հետ կապ կհաստատի, կկազմակերպի հանդիպում մեր մասնագետի հետ։ Մենք իդեպ նշեմ, որ ոչ բոլորին ենք ներառում մեր դասընթացներում։ Մենք կհանդիպենք ձեզ հետ, կպարզենք ձեր նպատակները եւ սովորելու պատրաստակամությունները եւ այդ դեպքում արդեն միասին հասկանալով կգրանցվեք դասընթացներին։ Երբ է սկսվում դասընթացը։ Հաջորդ մեկնարկը կլինի նոյեմբերի 14-ին, բայց այդ ժամանակ հնարավոր է, որ տեղերը այլևս չլինեն։ Եթե այսօր հայտ թողնեք, 3 օրվա համար տեղը եւ գինը կամրագրենք ձեզ համար։ Վախենում եմ, որ դա ինձ համար չէ եւ դա ես չեմ կարող անել։ Իրականում ցանկացած մարդ վախենում է եւ անհանգստանում է նոր բաների, բնականաբար եւ ցանկանում է նոր բաներ փորձել։ Դա բնական է։ Դրա համար էլ մենք ստեղծել ենք այս դասընթացը, օգնելու անցնել այն փուլը, աջակցումը հետաքրքրության միջավայրում, երբ դուք մենակ չես եւ ձեզ օգնում են առաջ գնալ ու բնականաբար օգնում են չհանձնվել։ Ես կմիանամ հաջորդ հոսքին։ Հաճախ եմ լսում նմանը։ Իսկ ինչ է սպասվում հաջորդ հոսքի ժամանակ։ Կա մի բան, որը իսկապես կփոխվի։ Լավագույն պահը սկսելու համար հենց հիմա է։ Առավելագույնը խորհուրդ կտամ լրացնել հայտը եւ հանդիպել մեր մենեջերի հետ։ Դա ձեզնից որևիցե պարտավորվածություն չի ստեղծում։ Արդյոք ես անպայման կհասնեմ արդյունքի, արդյոք ես անպայման շահույթ կստանամ։ Եթե հետևեք մեր բոլոր առաջարկություններին, մասնակցեք բոլոր դասերին եւ ավարտեք բոլոր պրակտիկաները, անհնար է, որ դուք աշխատանք չգտնեք կամ պատշաճ եկամուտ չկարողանաք վաստակել։ Իդեպ այստեղ նշեմ, մեր ուսանողների կողմից հետադարձ կապ է, կարող եք ծանոթանալ։ Եկեք 1-2 րոպե սպասենք, որպեսզի դուք ծանոթանաք մեր ուսանողների կողմից հետադարձ կապին։ Եվ եթե սմանսի հետ կապված ունեք հարցեր, կարող եք չաթում ինձ հարցնել։ Ու նշեմ, որ սա կարծիքների միայն 1%-ն է։ Դրանք կարդալու համար կարող ենք կազմակերպել հատուկ եթեր, կան նաև մի քանի նոր տեսանյութային կարծիքներ, որոնք կտեղադրվեն վեբինարի ալիքում։ Եվ եթե ունեք հարցեր, հիմա լավագույն պահն է դրանց համար։ Եվ միայն այսօր, եթե լրացնեք հայտը վաճառքի բաժնի մենեջեր դասընթացի համար, դուք կստանաք հավելյալ 10% զեղչ։ Հիմա եկեք անդրադառնանք ձեր հարցերին, լավ։ Ես հիմա կբացեմ բոլորի հարցերը եւ կանդրադառնանք։ Հիմա անդրադառնանք բոլոր հարցերին։
Առաջինը, ժեստերի վերաբերյալ մի քանի օրինակ կբերեք, որից է աշխատակիցը գնահատում հաճախորդին։ Ժեստերի հետ կապված սա ոչ վերբալ վարքագծի մասին է խոսքը։ Տեսեք, վաճառքներում շատ կարևոր է, բնականաբար եւ տետ-տետ հանդիպումներ եք անցկացնում, կարողանաք ճիշտ հասկանալ մարդու ազդակները։ Այսինքն մարդը կարող է, որ խոսալով ձեզ որևիցե բան չասի, որևիցե հստակ պատասխան չտա ձեր հարցին, բայց նրա միմիկան, աչքերի արտահայտությունը, նրա միկրոմիմիկաները նույնիսկ դեմքի, նույնիսկ էլի եմ նշում նստած դիրքը ձեզ հաճախորդի մասին շատ բան կարող են ասել եւ բնականաբար դուք ֆիքսվելով այս ամենի վրա կկարողանաք հեշտությամբ գործարքը տանել ի օգուտ ձեզ։ Հիմա եկեք այլ հարցերի պատասխանենք։ Եկեք գանք սկզբից։ Որ հարթակներում կարելի է գտնել վաճառքի մասնագետների աշխատանքներ, ինչպես նաև ֆրիլանս։ Հայաստանում բնականաբար կան բավականին շատ աշխատանքային պորտալներ, որտեղ դուք կարող եք գտնել թափուր հաստիքներ, նույն ինքը Staff.am, Job.am, Worknet, իսկ ֆրիլանսի հետ կապված ես արդեն ներկայացրեցի Upwork հարթակը, ինքը ֆրիլանսի բավականին մեծ հնարավորություն է տալիս։ Ինչպես կարող եք այս մասնագիտությամբ օնլայն աշխատել։ Հարցին արդեն պատասխանեցի, շատ կազմակերպություններ կան, որոնք աշխատում են օնլայն հարթակներում, ու բնականաբար օնլայն հարթակներում դուք ավելի շատ հեռախոսազանգերի միջոցով կկարողանաք վաճառքներ իրականացնել։ Բայց վաճառքը ոչ միայն հեռախոսազանգի միջոցով հաճախորդի հետ աշխատելն է, այլ նույնիսկ համագործակցությունների ձեռքբերումը այս ոլորտում եւս համարվում է վաճառք։ Միայն լսելով ինչպես կարող ենք բացահայտել հաճախորդի կարիքը, չպետք է բաց կամ փակ հարցեր կամ ալտերնատիվ հարցեր տանք։ Բնականաբար, մինչև լսելը դուք պետք է հաճախորդին տաք հարցեր, որպեսզի կարողանաք բացահայտել հաճախորդի կարիքը։ Բայց ինչպես արդեն նշել եմ, շատ եմ նկատել նորեկ մասնագետների մոտ, ովքեր չեն ցանկանում լսել հաճախորդին, իրենք այսպես ավելի ինտերնետիվ սկսում են ներկայացնել իրենց պրոդուկտը, իրենց ծառայությունները, իրենց առավելությունները, որը շատ սխալ է վաճառքում։ Հաջորդը վաճառքում ինչ գործիքակազմից կարող ենք օգտվել։ Գործիքակազմի մասին արդեն խոսել եմ, 3 տեխնիկաների անդրադարձել եք։ Նշեմ, որ դասընթացի ընթացքում 26 եւ ավել տեխնիկաների տիրապետելու եք։ Որ CRM համակարգի հետ եք ծանոթացնում կամ սովորեցնում օգտվել։ Հիմնականում դասերի ընթացքում անդրադառնում է AMO CRM-ին։ Վաճառքի հստակ օրինակներ կբերեք ամեն տեխնիկայի դեպքում։ Տեսեք, հիմա ժամանակի սղության պատճառով չեն կարող հստակ ամեն տեխնիկայի ընթացքում վաճառքի օրինակներ բերել, բայց դուք եթե կցանկանաք, կարող եք դիմել մեզ կամ երբ մոտենաք, մեր մասնագիտական խորհրդակցությանը, կարող եք տեղում մասնագետի հետ այդ ամենի միջով անցնել ու այդ մասով հարցեր տալ։ 40% զեղչը, տեսեք, առաջիկա շաբաթվա ընթացքում մեզ մոտ գործում է հավելյալ 40% զեղչ։ Իսկ միայն վեբինարի մասնագետների համար հավելյալ 10% զեղչ ևս։ Այսինքն վեբինարի մասնագետների համար գործում է ընդհանուր 50% զեղչ։ Եթե այսօր գրանցվեք եւ արդեն մոտենաք առաջիկա շաբաթվա ընթացքում 3 օրերի ընթացքում մասնագետի հետ խորհրդատվության։ Իսկ եթե հաճախորդը արդեն իսկ դժգոհ դեմքով է, ինչպես եք հաճախորդին բերում հենց վաճառքի փուլ։ Այս դեպքում դուք արդեն պետք է հարցերի միջոցով հասկանաք ձեր հաճախորդի կարիքը։ Այսինքն, եթե ինքը դիմել է, ինքը մոտեցել է ձեզ, բնականաբար ինքը ունի ձեր պրոդուկտի կամ ձեր ծառայության կարիքը։ Դուք պետք է կարողանաք, այսպես վաճառքի լեզվով ասած, բացել ձեր հաճախորդին, տալ հարցեր, հասկանալ ձեր հաճախորդի խնդրեմը, ձեր հաճախորդի կարիքը, որպեսզի կարողանաք ձեր պրոդուկտը կամ ձեր ծառայությունը կապել հաճախորդի կարիքի հետ։ Միայն Upwork-ում կարելի է վաճառքի աշխատանքներ գտնել, թե ոչ մյուս հարթակների մասին էլ կխոսենք։ Բնականաբար միայն ֆրիլանս հարթակներում միայն Upwork չեն, կան շատ այլ աշխատանքային պորտալներ, որտեղ կարող եք դուք փնտրել ֆրիլանս աշխատանքներ։ Կան այլ հարցեր, որոնց կարող եմ պատասխանել։ Իսկ եթե թաքնված կարիք է, ինչպես ենք բացահայտում։
Ես ձեզ ներկայացրեցի վաճառքի տեխնիկաները, այսինքն դուք միջև չկարողանաք բացահայտել ձեր հաճախորդի կարիքը, չեք կարող անցնել հաջորդ փուլ, այս դեպքում պրեզենտացիայի կամ ձեր պրոդուկտի ներկայացման փուլ։ Պետք է կարողանաք մաքսիմալ այնքան հարցեր տաք հաճախորդին, որ կարողանաք բացահայտել հաճախորդի կարիքը, որ կարողանաք աշխատել այդ հաճախորդի հետ։ Հիմա անցնենք հաջորդ հարցը, շատ եմ նկատել, երբ օրինակ սոցցանցերում ինչ-որ վաճառք իրականացնելիս արժեք միանգամից չեն նշում, անձնական հաղորդակցությամբ են պատասխանում, ինչի համար է այդպես լինում, որովհետև այս դեպքում հիմնականում դա ավելի շատ մարքեթինգային քայլ է, որպեսզի շատ հաճախորդները տեսնելով միանգամից պրոդուկտի արժեքը կարող են ուղղակի չդիմել, իսկ այս դեպքում դա հնարավորություն է տալիս հաճախորդի հետ կոմունիկացիա ստեղծել եւ անհատապես աշխատել այդ հաճախորդի հետ։ Օրինակ ռուսական կայք գոյություն ունի, Headhunter-ը, եթե ծանոթ եք, այդ կայքում էլ կան ինչու ոչ կան աշխատանքներ ֆրիլանս հենց վաճառքի ոլորտում։ Եկեք անցնենք հաջորդ հարցերին։ Մի քանի հատկական խնդրում եմ ասել ունենք, եթե նա հոգնի հարցերից ու պարզապես հեռանա, բնականաբար դուք պետք է նաև տեսնեք ձեր հաճախորդի տեսակը, այսինքն ձեր հաճախորդը ինքը ավելի շատ խոլերիկ է, ձեր հաճախորդը ավելի շատ սիրում է շփվել, թե ոչ։ Դրա համար դասընթացի ընթացքում նաև սովորելու եք ինչպես ճիշտ աշխատել յուրաքանչյուր խառնվածքի մարդու հետ, ու բնականաբար դուք պետք է հասկանաք ձեր հաճախորդի տեսակից, պետք է նրան շատ հարցեր տալ, միգուցե այդ ամեն ինչը ներվայնացնում է նրան, այսինքն կախված ձեր հաճախորդի տեսակից։ Եթե դուք կարողացել եք փոքր-ինչ կարիք բացահայտել ու ձեզ մոտ չի ստացվում մաքսիմալը, դուք կարող եք ընդհանուր պրեզենտացիան, այսինքն ձեր ծառայությունը, ձեր պրոդուկտը ներկայացնելու ընթացքում տալ աքսիոմային հարցեր, որոնց միջոցով էլի կկարողանաք բացահայտել կարիք։ Այսինքն եթե զգում եք, որ հաճախորդը նեղվում է կամ չի ցանկանում, որ դուք իրեն հարցեր տալ, շատ լավ, կարող եք այդ փուլը անցնել, բայց ընթացքում դուք էլի կարող եք կարիք բացահայտել, այսինքն զրույցը ձեր ձեռքում է։ Եկեք տեսնենք հաջորդ հարցերը։ Իսկ սկսնակ բիզնեսի դեպքում ինչպես գտնել թիրախային գնորդների, կախված թե ինչ բիզնես ունեք։ Օրինակ եկեք այսպիսի մի օրինակ բերենք։ Բնականաբար, եթե օրինակ դուք ունեք բարի դպրոց, ու ձեզ պետք է հասկանալ ձեր թիրախային լսարանը, այս դեպքում ովքեր են լինելու ձեր ծառայությամբ հետաքրքրվածները։ Բնականաբար այն մարդիկ, ովքեր հետաքրքրված են պարով, բայց եթե օրինակ ունեք հստակ տարիքային սահմանափակում եւ դուք աշխատում եք երեխաների հետ, այս դեպքում, այսինքն ձեր թիրախային լսարանը լինելու են նրանց ծնողները, քանի որ վճարունակ լինելու են ծնողները եւ այս դեպքում որոշում կայացնող անձիկ լինելու են ծնողները։ Այսինքն կախված դուք ինչ պրոդուկտ ունեք, ինչ ծառայություն եք մատուցում, եւ ըստ դրա պետք է հասկանաք ովքեր են հետաքրքրված ձեր թիրախային լսարանով։ Օրինակ կարող եք նշել հստակ օրինակ, որի շրջանակներում կարող են քննարկել։ Եկեք մի քանի ֆրիլանս հարթակների մասին, խոսենք, դե Upwork-ի մասին խոսել են, գոյություն ունի նաև freelancer.com, Guru, որը էլի հարթակ է, FreeUp, որը էլի ֆրիլանսի մեծ հնարավորություն է տալիս, ու այսպես մի շարք այլ հարթակներ գոյություն ունեն, որտեղ դուք կարող եք ֆրիլանս աշխատանքներ փնտրել, հենց կոնկրետ վաճառքի ոլորտում։
Ունեք այլ հարցեր, Լիլիթ ջան, դուք կարող եք նշել օրինակ հստակ բիզնեսի օրինակ, որի շրջանակում կարող եք քննարկել թիրախային լսարանը։ Ֆոտոստուդիայի դեպքում Այսինքն, տեսեք, ֆոտոստուդիայի դեպքում ձեր թիրախային լսարանը բավականին մեծ է, հա, այսինքն այնպիսի մարդիկ, ովքեր սիրում են ֆոտոլուսանկարվել, այսինքն այս դեպքում դուք հստակ սահմանափակում չեք կարող դնել ձեր թիրախային լսարանի վրա, որովհետև այս դեպքում բոլորն էլ կարող են հետաքրքրվել, այսինքն տարիքային հստակ սահմանափակում դե բնականաբար 15 տարեկան եւ ավելին կամ նույնիսկ 13 տարեկան եւ ավելին, այսինքն չեք կարող օրինակ սահմանափակել աղջիկներ կամ տղաներ, հստակ աշխատանքային ոլորտներ նշել, հստակ մասնագիտություններ նշել, որովհետև հստակ ֆոտոստուդիայով, հա, ֆոտոստուդիայի դեպքում ձեր ծառայությամբ հետաքրքրված են բոլորը, այսինքն եթե նույնիսկ դուք գովազդներ միացնեք, հստակ չեք կարող նշել հստակ սահմանափակումներ, որ ունեք այդ մարդկանց մոտ չերևակ ամեն մարդիկ ձեր թիրախային լսարանը չեն, ինքը ավելի գլոբալ ծառայություն է, որով կարող են հետաքրքրված լինել բոլորը։ Ունենք այլ հարցեր ընդհանուր դասընթացի հետ կապված ու հիշեցնում եմ, որ եթե այսօր ընդհանուր դուք հետաքրքրված եք մասնագիտությամբ եւ ցանկանում եք վերապատրաստել վաճառքի ոլորտում, այսօր հայտ թողնելու դեպքում հավելյալ 10% զեղչ կգործի հենց վեբինարի մասնակիցների համար։ Եթե ունեք հարցեր, կարող եք մեկնաբանություններում գրել։ Եթե չունենք հարցեր, կարող ենք սահմանափակել այսօրվա եթերը, վեբինարի կայքում կտեղադրվեն գրանցման հղումները, հանգիստ կարող եք դիմել, թողնել հայտ, որպեսզի մեր մասնագետները ձեզ հետ կապ հաստատեն եւ մոտենալ գրասենյակ անհատական խորհրդատվության մեր մասնագետների հետ։ Ես մի քանի րոպե էլ կսպասեմ, միգուցե լինեն հարցեր։ Հիմա դուք կտեսնեք գրանցման հղումը, կարող եք թողնել ձեր հայտը, որպեսզի կարողանան ձեզ հետ կապ հաստատել, վիդեոյի ներքևում նշված է դիմել, ցանկության դեպքում կարող եք դիմել, եկեք մի քանի րոպե էլ սպասենք, որպեսզի բոլորը հասցնեն դիմել եւ հետո արդեն եզրափակենք ու արդեն կարծում եմ կհանդիպեք անվճար խորհրդատվության։
եկեք այսքանով արդեն սահմանափակենք մեր եթերը, շնորհակալ եմ բոլորին մասնակցության համար, կարծում եմ դեռ կհանդիպենք, ցանկության դեպքում թողեք հայտ, որպեսզի մեր մասնագետները ձեզ հետ կարողանան կապ հաստատել։